Ողջույն սիրելի եկեղեցի, Տերը օրհնի քեզ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Հովել մարգարեության մեջ երկրորդ գլխում գրված է այսպես. Հովել մարգարե երկրորդ գլուխ 21-ից 23 խոսքերում ասում է՝ մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացի, որ Տերը մեծ բաներ է անում։ Մի վախենա, ով սիրելիս, ցնծա եւ ուրախացի։ Դու քո անձին կարաս խոսես, կարաս ձեռքդ դնես քո վրա եւ ասես՝ մի վախեցիր, ով իմ անձ, ցնծա եւ ուրախացի, որովհետեւ Տերը մեծ գործեր է անում։ Հավատում ես։ Մի հատ հետաքրքիր հումոր կա, մեկի համար աղոթում են, որ դևերը գնան, այնքան աղոթում են այդ դևերը, վերջը տենում են, որ չի ազատագրում այդ դևը մեջից ասում է՝ կներեք էլի, ես թողել եմ, ինքը չի թողում։ Հիմա եթե դու ուզում ես իրոք ազատագրվես, դու չգիտեմ, բայց այդ դևը կամ այդ խնդիր ուզում է քեզանից պրծնի։ Ուզում է քեզանից պրծնինես, դու քեզ պետք է պահես Տիրոջ մեջ, որ այդ խնդիրները հենց դեմքդ տենան, փախնեն ու գնան։ Հա? Հոգսերդ փախնեն ու գնան։ Հոգսերը հենց sense շրջվում են, դեմքդ տենում են, թե չէ։ Իրանց մոտ երկնքում գիտես ինչ պետք է լինի։ Պատերին քո նկարը պիտի լինի կպցրած։ Ասեն զգուշացեք այս terroristից հոգևոր։ Այդպես դու պիտի Տիրոջ խոսքով անընդհատ terrorizировать տանես, հրճակես, խոսաս ու դևերը փախնեն։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար մի վախեցիր, ով իմ անձ, ցնծա եւ ուրախացի, որովհետեւ Տերը մեծ բաներ է անում։ Ու Տերը սկսել է արդեն այդ մեծ բաները։ Ամեն։ Եվ գրածը շարունակությունը ասում է. ով Սիոնի որդիք, ցնծացեք եւ ուրախացեք Տիրոջով։ Ձեր Աստվածը, որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար եւ ձեզ համար անձրև կիչեցնի, առաջի եւ վերջի անձրևը առաջվա պես։ Հալելույա։ Փառք Աստծո։ Աստծո մոտ չի դադարել ողորմությունը, չի դադարել սերը, չի դադարել հոգատարությունը։ Աստված ինչպիսին կա սիրող հոգատայր հրաշալի հայր, այդ հենց էլ մնացել է։ Բանը նրանում է, որ հայրը մնացել է նույնը, մենք ենք ժամանակ առ ժամանակ անառակ որդու պես հեռանում Աստծուց։ Հա? Հեռացել ենք Աստծուց ու հետո ուզում ենք Տիրոջ ողորմությունը։ Տերն ասում է ողորմությունը չի վերջացել։ Եկ իմ մոտ արի գրկախառնվենք, արի գիրկս ու թույլ տուր քո կյանքի բոլոր իրավիճակների մեջ ես իմ օրհնությունները լցնեմ։ Թույլ տուր լցնեմ, մենակ թե բռնվի իմ ձեռքից ու արի իմ հետևից։ Սիրելիս, այսօր ես ուզում եմ խոսեմ ընդհանրապես Տիրոջը նվիրվելու եւ չնվիրվելու տարբերության մասին։ Ինչ օրհնություն կա, երբ որ դու նվիրվում ես Աստծուն։ Եվ ինչ օծություն է իջնում քեզ վրա, երբ որ դու անձնուրաս նվիրվում ես Տիրոջը։ Օրինակ, երբ որ ասում են, չես ուզում Աստծուն ծառայես, եկեղեցում ծառայես։ Օրինակ, որ քեզ ասեն, ուզում ես եկեղեցում ծառայես, Աստծուն ծառայես, կուզես։ Ու շատերը մտածում են, դե ինչ պետք է անեմ, որ։ Ախր ոնց պետք է անեմ, ախր ժամանակ չունեմ։ Ախր բա իմ գործերը ու մարդը սկսում է մտածել միանգամից իր առօրյա կյանքի հոգսերի մասին։ Միանգամից գալիս են դրանք իրար, արչև, սկսում ասել, դե ախր ժամանակ չունեմ։ Կիրակի օրն էլ որ գալիս եմ, գոհ եղեք։ Ու մնում ես զարմացած, ասում ես Կիրակի օրը ում համար ես գալիս, իրելիս։ Օրինակ դու ում համար ես գալիս, իրելի եկեղեցի։ Ամեն մեկս գալիս ենք մեզ համար, ամեն, որովհետև Տիրոջ մեջ Աստված, Հայրը ամեն մեկիս համար ունի մեր բաժինը։ Երբ որ ես գալիս եմ, Տերը չի տալիս ուրիշի բաժինը ինձ։ Իմ բաժինն էլ չի տալիս ուրիշին։ Աստված իմ բաժինը պահում է ինձ համար։ Օրինակ մենք տանը 5 հոգի ենք։ Ես, կինս եւ 3 երեխաներս։ Երբ որ հացի ենք նստում, սեղանին բոլորիս համար ափսեներ ենք դնում։
Ինչ որ մեկն էլ, եթե այդ պահին տանը չի, բայց ափսեները դնում ենք ու իր բաժինն էլ պահում ենք։ Որովհետև դա իր բաժինն է։ Ու մեր տանը դրված է այդ դրվածքը, որ երբևիցե ինչքան էլ սոված ես մնացել, քո են մյուսի երեխուդ, կնոջդ, քույրիկիդ, եղբորդ բաժինը չես ուտում, որովհետև դա իր բաժինն է։ Տերը ամեն մեկիս սիրելիս մեր բաժինն է տալիս, ամեն։ Դու եկել ես քո հոգսերով, քո խնդիրներով եւ դու փնտրում ես քո լուծումը։ Տերը հատուկ քեզ համար քո դեղամիջոցը ունի։ Խոսք ունի, որը փոխում է քո կյանքը։ Երբ որ նոր էի ապաշխարել ու հաճախում էի եկեղեցին Երևանի մեր եկեղեցին, մեր հրաշալի եկեղեցին Երևանի շատ մեծ է։ Ունդեղ երբ որ հավաքվում են 2-3 հազարից ավել մարդ է հավաքվում։ Հիմա առավել եւս ավելի են ու ասում էի Տեր իմ Աստված, ինձ այնտեղ ոչ մեկ չի ճանաչում։ Ոչ մեկ չգիտի իմ առօրյա կյանքը, իմ հոգսերը, իմ խնդիրները, մենակ դու գիտես, Տեր իմ Աստված։ Ու ես գալիս եմ եկեղեցի, ոչ հովիվը գիտի, ոչ կողքից նստողը գիտի, բայց դու գիտես, Տեր իմ։ Ես հավատում եմ, որ դու ինձ համար խոսք ունես պատրաստած։ Դուք հավատում եք, չէ՞ որ հովիվը երազին ձեզ չի տեսնում։ Գիտեք, ես չգիտեմ, որ մեկը ինչ երազատեսեն, որ մեկը ինչ խնդիր ու հոգս ունի, բայց ես մի բան գիտեմ։ Տերը եթե խոսք է տալիս, նշանակում է այդ խոսքի մեջ ամեն մեկիդ համար կա ձեր բաժինը։ Ամեն մեկիդ համար։ Այսօր որ դու այստեղ ես սիրելիս, իմացի մի բան, Տերը քեզ բան ունի փոխանցելու։ Ու ես գնում էի եկեղեցի ու ծառայությանը վերջերում նստում էի, այդ վերջի շարքերում նստում էի, ու այսպես ծարավով ու փափագով սպասում էի։ Ու ամբողջ ծառայության ընթացքում փազլի պես բառ առ բառ Տերը խոսում էր իմ հոգսերի ու խնդիրների մասին։ Ու Տիրոջ խոսքի մեջ կար բժշկություն, որ գալիս կպնում էր ու փոխում էր իմ կյանքը։ Ես ընդդեղից դուրս էի գալիս ցնծությունով ու ուրախությունով, ասում էի փառք քեզ, Տեր իմ Աստված, ինչ հրաշալի է, որ ես սկզբից ասում եմ, որ ես քեզ գտա։ Մեզ թվում է Աստված պահկվոցի է խաղում, պահկվել է ու մենք իրան գտնում ենք։ Բայց Աստծո խոսքը ասում է, դուք ինձ չգտաք, այլ ես ձեզ գտա։ Տերն է մեզ գտել։ Ու դու որ այսօր այստեղ ես, եկեղեցու մեջ, իմացի մի բան, ինչքան թանկ ես Աստծո համար, որ Աստված հայտնել է քեզ ու հաստատել է քեզ եկեղեցու մեջ։ Որ դու այսօր Տիրոջ համար մի յուրահատուկ ես, որ Աստված քեզ գտել ու բերել է եկեղեցի։ Ու ես ասում եմ, Տեր իմ Աստված, ոնց կարելի է չցնցալ ու չուրախանալ։ Գալիս եմ, գտնում եմ իմ կյանքի, իմ խնդիրների պատասխանը ու ուրախությունով գնում եմ։ Ու կյանքը սկսում է փոխվել։ Հետո անցավ որոշ ժամանակ ու հասկացա մի բան, միայն եկեղեցի հաճախելը չի, որ մեր բաժնի մեջ է մտնում։ Այնքան լավ է, որ սկսես ծառայել Տիրոջը։ Աստծո խոսքը Մատթեոս 3-րդ գլուխ 18-րդ խոսքում հետաքրքիր բան ասում։ Ասում է եւ կգա ժամանակ ու դուք կտեսնեք, ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը։ Աստծուն ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Աստծո խոսքը ասում է կգա մի ժամանակ, սիրելիս, ու հետո ետ ենք դառնալու ու տեսնենք արդար ապրողի եւ անարդար ապրողի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը, ասում Տեր իմ Աստված, ես փառք եմ տալիս, որ մի օր գտար ու հիմա ճանաչեցնում ես քեզ։ Հիմա բացում ես քո գաղտնիքները ու հայտնում ես քո խոսքը, որպեսզի նա դաջվի մեր սրտերի մեջ ու մենք ապրենք քո խոսքով։ Ու երբ որ ետ եմ դառնում, ասում եմ, այս ժամանակը պիտի չվատնենք զուր, քանի դեռ մենք կանք, քանի դեռ մենք շնչում ենք, քանի դեռ կյանք ունենք այս երկրի վրա,
ուրեմն պիտի մեր կյանքը լինի Աստծուն նվիրված։ Նվիրվածությունը մի ուրիշ բան է, երբ որ նվիրվում ես, արդեն ճաշակում ես այն սերը ու սիրով սկսում ես ծառայել Տիրոջը։ Սիրով սկսում ես արդեն անարդար կյանքից վերադառնալ դեպի արդար կյանքը։ Որովհետև գալու է ժամանակ ու հետո ետ ենք դառնալու ու տեսնենք արդարի եւ անարդարի տարբերությունը։ Տիրոջը ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Աստված իրականում սրտեր քննող Աստված է։ Սրտեր քննող Աստված է։ Օրինակ ասեմ, փոքր երեխեքը շատ ժամանակ կապրիզ են, չէ՞ անում։ Էգոիզմը ինչ բան է։ Էգոիզմ, որը սրտում է ու գիտես ինչ անում, մի հատ կոնֆետ ես տվել, եկել են հարևան երեխեն, եկել է այդ երեխեն էլ է ուզում այդ կոնֆետից ու չի տալիս։ Ուսած չի տալիս ու վсё դու զգում ես, որ այդ երեխու սիրտը կպած է այդ կոնֆետից։ Գիտես ինչ ես անում։ Ասում ես բալես, կլնի կիսես կեսը 10։ Կամ կլնի այդ ամբողջը 10 իրան։ Ու դու քո երեխուն ուզում ես սովորացնես, որ իր սիրտը կպած չլնի կոնֆետից կամ ինչ որ մի բանից։ Դու ուզում ես քո երեխուն սովորացնես, որ դու ես օրհնողը։ Եթե պետք եղավ 10 հատ այդպիսի կոնֆետ կտաս։ Բայց սիրտդ ազատի ամեն տեսակ կապանքներից։ Այս առակի մեջ խոսում է հենց դրա մասին։ Ու այն ինչ որ կապված է Սավողի ու Դավիթի հետ, գիտեք, ուզում եմ այդ պատմությունը այսպես թռուցիկ գնամ, դա գրված է Առաջի թագավորածում։ Սավողը մի մարդ էր, գրված է իր ազգի մեջ, իր ժողովրդի մեջ տեսքով, հաղթանդամ, գեղեցիկ, ուժը տեղը, մի տղամարդ էր, երիտասարդ։ Ու այդ ժամանակ ժողովուրդը թագավոր էր ուզում։ Աստված ասեց, եթե թագավոր եք ուզում ձեզ վրա, չեք ուզում էլ իմ խոսքը լսեք մարգարեի միջոցով, այլ թագավոր եք ուզում ձեզ իշխան, ես կտամ ձեզ թագավոր։ Գիտեք, շատ ժամանակ մենք, չգիտեմ, Աստծո հետ հանդիպելու համար մենք ինչ-որ պատճառներ ենք գտնում, որ չհանդիպենք Տիրոջը։ Անձնական մեր շփումը չլինի։ Դա գիտես որն է, որ ասում ես Աստվածաշունչ կարդում ես, ասում ես դե ժամանակ չկա, բանը YouTube-ով եմ լսում։ Դե գալիս եմ եկեղեցին, դեղ լսում եմ բավական է, բայց ես անձնական հանդիպում չունեմ Աստծո հետ։ Բայց դու գիտես, որ ամեն օր Աստված ուզում է իր խոսքի միջոցով հանդիպի քեզ։ Աստված ամեն օր ուզում է, որ քեզ անձամբ խոսի։ Անձամբ քո հարցերին պատասխանի։ Դու գիտես դրա մասին։ Այնքան հրաշալի է, երբ որ դու ամեն օր հանդիպում ես Տիրոջ հետ։ Այդ ժողովուրդը ասեցին, Տեր, մենք թագավոր ենք ուզում, թող թագավորը մեր վրա թագավորի։ Դու մարգարեի միջոցով կխոսես թագավորին, թագավորն էլ թող ինչ պետք է ասի։ Ասես դե ուզում եք լավ։ Թող ձեր ուզածի պես լինի։ Ցավոք սրտի, բայց դա լավ չի։ Ու ասում Աստված գտավ Սավողին։ Սավողը ով էր։ Մի ասարակ տղա։ Իր հոր տանը աշխատող։ Իրանց բիզնեսը առաջ տանող։ Ու Աստված ինչ արեց։ Աստված Սավողին ընտրեց ու դարձրեց թագավոր։ Սավողը կարելի ասել այն չտեսած տեղից դարձավ թագավոր ու սիրտը սկսեց հպարտանալ։ Ուզում է թագավոր լինենք։ Ինչ ուզում է լինենք, այնքան կարևոր է, որ մենք չմոռանանք, որ մենք Աստծո առջև ենք։ Աստծո երեխեքն ենք։ Ու մեզ բարձրացնողն էլ, մեզ իջեցնողն էլ Աստված է։ Մեզ օրհնողն էլ, մեզ զսպողն էլ Աստված է։ Այնքան կարևոր է, որ մենք չմոռանանք դա, սիրելիս։ Որովհետև Սավողը մինչև թագավոր լինելը կարելի ասել համեստ տղա էր։ Թագավոր դառնալուց հետո նրա սիրտը սկսեց հպարտանալ։ Շատ ժամանակ, երբ որ մենք ինչ-որ մի դիրքի ենք գալիս, կամ հոգևոր հասակի ենք գալիս, մեր սիրտը թույլ չտանք, որ հպարտանա, թանկագիններս։ Մենք չմոռանանք, որ Աստված է մեր կյանքը օրհնողը, լցնողը, զորություն տվողը եւ օծողը։
Եվ անցավ մի որոշ ժամանակ ու այս Սավուղի պատմության մեջ կա մի այսպիսի իրավիճակներ, որ Սավուղը մի քանի անգամ Աստծո խոսքը, որ մարգարեի միջոցով հասնում էր իրան, այդ խոսքը անարգեց։ Խոսքը անարգեց, որովհետև մտածում էր, չէ որ ես թագավոր եմ ու ժողովուրդը նայում է ինձ, ես պիտի ինչ-որ մի որոշում կայացնեմ ու անեմ։ Բայց Աստված մի ուրիշ բան էր ասում իրան։ Սամուել մարգարեի միջոցով։ Բայց Սավուղը փորձում էր ավելի շատ ժողովրդի կարծիքով վարվեր, քան Աստծո ասածով։ Սիրելիներս, այսօր մենք էլ այդ նույն ազդեցության տակ ենք։ Շատերը աշխարհի կարծիքն են հաշվի առնում, ով ինչ կասի, ով ոնց կնայի, ով ոնց կխոսի, միգուցե իմանան, որ դու Աստվածաշունչ ես կարդում, սկսեն ձեռ առնել։ Միգուցե իմանան, որ դու եկեղեցի ես գնում, սկսեն քեզ անարգել ու հակառակվել։ Գիտեք, աշխարհի կարծիքը միշտ էլ փորձելու է քեզ հեռու պահի Աստծուց։ Հարց, աշխարհն է քեզ օրհնողը։ Աշխարհն է քեզ ուժ, կարողություն ու առողջություն տվողը։ Աշխարհը կողքիդ կանգնած է։ Այո, աշխարհը կողքիդ կանգնած է։ Դու էլ կանգնած ես աշխարհի մեջ։ Եվ աշխարհը կողքիդ կանգնած է, որպեսզի տեսնի, երբ ես սայթակում, որ ուրախանա։ Աշխարհը կողքիդ կանգնած է, որ տեսնի, ինչ շահ եւ օգուտ ունի, որ քեզանից քաշի։ Քանի դեռ գրպանդ փող կա, դու լավ դիրքի վրա ես, աշխարհը կողքիդ կանգնած է։ Եվ փորձում է դրանից օգտվի։ Բայց հենց ընկնում ես, աշխարհը տրորում է քեզ։ Բայց երբ որ չես ընկնում, աշխարհն է փորձում քեզ գցի տարբեր մեթոդներով։ Իսկ Աստծո մեջ Աստված ասում է անկացին բարձրացնող Աստված է։ Կորած տեղից, մեռած տեղից Աստված հարություն տվող Աստված է։ Հոգատար Աստված է։ Սիրող Հայր է, որը խնամք է տանում մեզ համար։ Ուզում եմ հələ մի փոքր հետ գնանք մեր աշխարհի կյանքին ու հասկանանք մենք այտենց լավ դիրքից էինք եկել Աստծուն ու հիմա կորցրել ենք մեր դիրքը։ Լավ տեղից ես եկել։ Ու մենք տեսնում ենք այս պատմության մեջ մի բան, որ Սավուղը երբ որ սկսեց անարգել մի քանի անգամ Աստծո խոսքը, գրված է ու ասում Աստված իր հոգին վերցրեց Սավուղի վրայից։ Սավուղի վրայից վերցրեց իր հոգին, ոչ թե Սավուղի հոգին ու Սավուղը մահացավ, այլ Աստված իր խնամակալությունը, իր ձեռքը, իր օծությունը քաշեց Սավուղի վրայից։ Ես ուզում եմ մենք կարողանանք հասկանանք այս վերապրումը, որովհետև եղել է քեզ հետ մի բան, որ սենց մի բան ես արել, մտածելով ճիշտ ես անում։ Մեկ էլ հանկարծ անելուց հետո հասկանում ես, որ սխալ ես արել ու մեկ էլ վերապրում ես մի այնպիսի զգացմունք, որ դու լքված ես, մենակ ես։ Եղել է, չէ՞, դուք եք վերապրել դա։ Ու հասկանում ես, որ սխալ արեցիր։ Գիտես, երբ որ հասկանում ես, որ սխալ ես արել, ապաշխարությունը ամենալավ դեղամիջոցն է, որ գաս ապաշխարես ու Տիրոջից ներողություն խնդրես, որովհետև Տերը նորից կվերականգնի քեզ։ Բայց երբ որ վերապրում ես ու հասկանում ես, որ սխալ ես արել ու չես ապաշխարում 1, չես ապաշխարում 2, չես ապաշխարում 3, հասկանում ես, որ Տիրոջ խնամակալությունը քո վրայից գնաց։ Всё, դատարկություն ես զգում։ Մենակ ես։ Երբ որ եկավ այդ պահը, Աստված գիտեք ինչ արեց, Սամուել մարգարեին ուղարկեց, ասաց կգնաս Հեսեի տանից նրա որդիներից մեկին թագավոր կընտրես։ Որովհետև Սավուղին ընտրեցի, որ ծառայի, բայց նա չուզեց ծառայի, բայց նա հպարտացավ եւ հակառակվեց։ Գիտեք, Տերը տալիս է հնարավորություն, ես որ նայում եմ Սավուղի կյանքին, այդ հնարավորությունը չուներ Տիրոջ շնորհքով,
Այդ հնարավորությունը ստացավ, բայց անարգեց։ Այսօր մենք էլ Տիրոջ շնորհքով եկեղեցում ունենք այդ հնարավորությունը մնալ Տիրոջ տան մեջ, նվիրվել Աստծուն ու ծառայել միակ Աստծուն, որը մեզ կյանք է տալիս, որը օրհնում է մեզ, որը իր թևերը փռել է մեզ վրա ու մեզ համար դարձել է մի հատ ապահովություն, որ ոչ մի ավելնորդություն չգա ու չկապնի քեզ։ Աստծուն հավատարիմ մարդկանց կյանքում կորուստ չի լինում։ Աստծուն հավատարիմ մարդկանց կյանքում փոթորիկներ գալիս են, խնդիրներ գալիս են, բայց Աստված դրանց լուծում է տալիս եւ դրա հետ միասին պահում է, որ դու կորուստ չունենաս։ Մենք 3 օր առաջ գնացել էինք Նավարասիսկ տղաներով։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ ազատ ժամանակ ունեինք ու որոշեցինք տղաներով իջնենք Սև ծովի ափ նկարվենք։ Ծովն էլ մեզ տեսել է հոչի բորբոքվել ուրախությունից, այն որ շներ են ելնում, հենց տենում են պոչը խաղացնում են։ Այս ծովն էլ այդ այնց ալիքները հոչի խաղացնում, անենց մի ալեկոծվե ուրախությունից։ Այդ որ կանգնեցինք նկարվեցինք եւ այլն, մեկ էլ էս ալիքը որ սենց ուժեղ եկավ, սենց բարձրացավ ու այդ ջուրը լցվեց մեր վրա, փախանք։ Որ փախանք, տղեկից մեկը անենց փախա, որ գրպանից իրա մեքենայի են չիպով, բանալին ընկավ ծովը։ Ու գիտեք հետաքրքիրը որներ, դե հիմա ընկել է ծովը, մեր տղեկից մեկն էլ կա, որ լողանալ չգիտի, հանվել է սենց, մեսա կմտնեմ կհանեմ։ Ասում եմ բանալին կորցրին, կեսա մեր աղբերն էլ մտնի, իրան էլ Թուրքիայից հանեն։ Հետո վերջը ոնց են կանելու։ Վերջը որոշեցինք չմտնենք։ Մի նոր այդ բանալից կպատվիրենք, կգան հանգիստ կգանք հետ։ Դե մենք արդեն տղաներով որոշել ենք այդ բանալից, որ կպատվիրենք, ես մեր եղբայրը ում բանալին կորել, հա։ Ես հիանում եմ իր համառությունով։ Շատ համառն է։ Ու այնքան ուրախանում եմ, որ իր համառության այդ բնավորության գիծը արդեն ուղղվել է Աստծո ճշմարիտ ճանապարհների վրա ու այդ ուղղությամբ համառ գնում։ Որովհետև իրականում այնքան լուրջ քրիստոնյաներ են պետք համառ, որ սատանայի բոլոր գործերը քանդեն։ Հա? Քո համառությունը պետք չի հակառակվես Աստծուն, Աստծո խոսքին, հակառակվես քո շրջապատին, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, համառությունդ պետք է որ հակառակվես սատանայի գործերին։ Իսկ մնացածին սեր ցույց տաս։ Մնացածին քո խնամքը ցույց տաս։ Ըստ մեր եղբայրը կանգնեց Մովսեսի պես, չնայած միջև այդ ես հրճակել է իր վրա, ասի եղբայրս կլինի մի հատ աղոթես այս ալիքները դադարեն, պապանձվեն, որ նկարվենք։ Ու ինքը ձեռքերը բարձրացրեց, անենց սկսեց աղոթել, ասի մի րոպե, անենց չաղոթես Մովսեսի պես ծովը բացվի, ոտով գնանք։ Բայց այդպես ջիգյարով աղոթեց, ծովը հանդարտվեց այդ պահին, որ նկարվենք։ Ու հետո հենց նկարվեցինք, մեկ էլ հետևից այդ ալիքները որ եկան, ու տենց մեկ էլ էս եղբայրս իր համառությամբ պտտվեց ու ասեց. ես տեղից առանց բանալի չեմ գնալու։ Չգիտեմ, ձուկ կլնի, հիմա ես իր բառերով կոնկրետ չեմ հիշում, բայց միտքը ձուկ կհանի մեջից ջրի, թե ոնց կլնի այդ ալիքները պիտի ես բանալին այտենց հանեն ափ ու ես պիտի առավոտը վերցնեմ ու գնանք տուն։ Ջան։ Ու գնացինք կոնֆերանսի։ Զանգեցինք, եկան, գումար տվեցինք, բանալի սարքել տվինք։ Մեկ էլ մի 2 ժամ հետո մեր եղբայրներից 2 հոգի գնում են ծովի ափ, ծովը հանդարտված, բանալիները ափին հենց ընկած, վերցնում գալիս են։ Ասում եմ փառք Տիրոջը, երբ որ նվիրվում ես Աստծուն, սկսում ես ծառայել Աստծուն, ինչ էլ սատանան ուզում է քեզանից գողանա, դա կլինի քո առողջությունը, դա կլինի քո ֆինանսները, դա կլինի քո բիզնեսը, ընտանեկան խաղաղությունը, ինչ էլ որ կլինի բոլոր բնագավառների մեջ, երբ որ ամեն բան հանձնում ես Աստծուն, գիտես ինչ անում Տերը։ Հենց սատանան ուզում է հարձակվի ինչ որ մի ուղությամբ, Աստված այսպես քեզ տանում է հետ ու ասում է, «Էդ ում երախուն ես ուզում ձեռ տաս»։ Էսի իմ ջիգյարն է, դու ոնց ես համարձակվում իրան կպնես։ Հələ հետ բեր։
բանալիներն էլ հələ մի հատ էլ մեքենա։ Առողջության հետ էլ է այտենց կապված։ Ընտանեկան խնդիրների մեջ էլ Աստված ամեն հարցին լուծում է տալիս։ Աստված ասում է սիրելիս, մենակ ինձանից հեռու մի գնա։ Մնա իմ ապահովության մեջ ու թույլ տուր իմ օծությունը գործի քո կյանքում։ Դուրս գալիս է, երբ որ Սամուելը գնաց ու գտավ այդ Հեսեի տանից ամենափոքրին, Դավիթին։ Երիտասարդ տղա էր։ Երիտասարդ տղա ինչ էր անում այդ տանը, գառնարած էր, իր հոր գառները ինքն էր պահում սարերին։ Գիտես, ինչ ձևի մարդ է կոփվում սարերին։ Սարերի տղա են, սարերում այդ մանեկած մարդը ուժեղ է լինում։ Ամեն փորձությունով անցած։ Տո անձրևի տակ էլ է մնացել, տո արևի են շոքին էլ է դիմացել, տո ծարավել է եղել, սովածել է եղել, տո գայլն էլ է հարձակվել, արջն էլ է հարձակվել։ Ու Դավիթի կյանքը որ նայում ես, Դավիթը ասում է, այս գառները, որ ինձ վստահել էր իմ հայրը, ասում է նույնիսկ արջն ու առյուծը չեն կարողացել մի գառ, մի բան տանեն։ Այնքան ուրախանում եմ այս պատմության վրա, ասում հələ նա ես երեխու սիրտը էլի, այն որ ասում առյուծի կաթ է խմել, իրականում առյուծի կաթ խմած սիրտը։ Ու ասում է Դավիթը փոքր հասակից Աստծուն ճանաչում էր ու Աստծո հետ էր։ Գիտես որ նա Աստծուն ճանաչել ու Աստծո հետ լինելը։ Այն որ որտեղ էլ լինես, ինչ իրավիճակ էլ լինի, վազելով չես գնում ընկերներիդ կամ ընկերուհիներիդ պատմում, կամ չես վազում տուն պրոշարած մամային, պապային պատմում։ Ինքը չէր վազում տուն, ինքը կանգնում էր ու ասում իմ Աստված, իմ արարիչ, իմ Տեր, շնորհակալ եմ քեզանից, այն զորության ու համարձակության համար, որ դրել ես իմ մեջ ու հիմա այս առյուծները, այս արջերը, այս գայլերը փախնում են ու մեկը չկա, որ կարողանա թե ինձ, թե ինձ վստահված այս հոտը մեկին գողանա։ Գիտես ամեն ժամանակ Տիրոջ հետ էր։ Այսօր այնքան կարիք կա, որ մենք հավատացյալները սա այտենց Դավիթի պես միշտ փնտրենք Տիրոջ երեսը։ Երբ որ մի հարց ու մի խնդիր ալնում եք էլ տենում ես գնացելա բանի, կներեք, ոչ մի բան չեմ անարգում, բայց միանգամից վազում եմ պսիխոլոգի մոտ, հոգեբանի մոտ, վազում են, չգիտեմ, բժշկի մոտ, վազում են, մի հատ դեղ են խմում, որպեսզի սենց հանդարտվեն։ Սիրելիներս, մեր դեղը, մեր խաղաղությունը, մեր զորությունը Տիրոջ խոսքն է, Տիրոջ հետ հանդիպելն է։ Խնդիր ունես, հələ վազի Աստծո առաջ, վազի մեր երկնային պապայի առաջ, ու տես ինչ լուծում է տալիս քեզ, ինչ հրաշալի լուծում է տալիս քեզ։ Ու այդ Դավիթը, ասում է Աստծո սրտին համեմատ մարդ էր, Աստված սիրում էր այդ սիրտը, հավանում էր այդ սիրտը, դրա համար էլ Դավիթին դարձրեց օծեց թագավոր։ Աստծո ձեռը չէր այդ թագավորությունը, Աստծո ձեռը չի այդ ամեն ինչը։ Բայց տարբերությունը մեկն էր, Սավողը տենց էլ չհասկացավ։ Սավողը բռնվեց այդ թագավորությունից, ես եմ թագավորը եւ վերջ, ու սկսեց Դավիթին հալածել, փորձում էր Դավիթին սպանել։ Աշխարհը մեր մեջ միշտ փորձելու է Աստծո օծությանը կպնի։ Մեղքը մեր մեջ միշտ փորձելու է Աստծո օծությունը փչացնի։ Բայց այնքան կարևոր է, որ մենք մեզանից հեռացնենք, վազենք, հեռու գնանք, ինչքան մեղք կա, ինչ երևույթ կա, որը որ կպնում է Աստծո օծությանը, այնքան լավ կլինի բռնես ու քեզանից հեռացնես, հեռու փախնես այդ մեղքերից։ Առաջի թագավորացում Դավիթի պատմության մեջ մի այսպիսի բան կա, Դավիթը, ինչ ենք սովորում մենք Դավիթից։ Դավիթը ինչքան էլ գիտեր, որ ինքը օծված է թագավոր ու Սավուղի վրա չկա Տիրոջ հոգին, Դավիթը երբեք չանարգեց Աստծո օծությունը։ Դավիթը միշտ մնաց օծությունը պատվող երիտասարդ։ Ասեց Սավուղն է մեղք գործել, Սավուղն է անգել Տիրոջ երեսից, բայց
Աստված է իրանոցել։ Այդ օծությունը պիտի միջև վերջ հարգանքով պահեմ։ Աստված դրան էլ է նայում, թե դու ոնց ես մոտենում օծվածին, օծությանը։ Գրված է Սավուղը Դավիթին հալածում էր, ընկել էր նրա ետևից ու միտեղ էլ գրված է 3000 մարդ վերցրեց, որպեսզի գնա Դավիթին գտնի ու սպանի, ասում է Դավիթը թաքնվել էր իր ջոկատի հետ մի քարանձավի մեջ։ Ու Սավուղը ինչ որ կարիքների համար մտավ քարանձավ։ Ու Դավիթի զորքը, Դավիթի տղաները ասում էին Դավիթ, արդյոք մենք չէինք սպասում այս ժամանակին։ Տես Տերը քո ձեռքն է տվել, արի սպանենք ու դու դարձի թագավոր, չէ որ դու ես թագավորը։ Այնքան դուրս գալիս է Դավիթի պատասխանատեղ։ Դա գրված է Առաջի թագավորաց 24-րդ գլուխ, 2-րդ խոսքից։ Ասում է, եւ երբ որ Սավուղը փղշտացիներից ետ դարձավ, նրան իմացրին եւ ասացին, ահա Դավիթը Ենգադիի անապատումն է, եւ Սավուղը բոլոր Իսրայելը 3000 ընտիր մարդ առավ եւ գնաց որ Դավիթին եւ նրա մարդկանցը որոնե եւ հետո ինչա տեղի ունենում, ուստեղ շատ հետաքրքիր է այս պատմությունը 4-րդ խոսքից կարդամ։ Ասում է եւ եկավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախը եւ այնտեղ մեկ քարայր կար, այսինքն քարանձավ, եւ Սավուղը հարկավորության համար ներս մտավ։ Եվ Դավիթը իր մարդկանցովը այն քավրանձավում ներսում էին, եւ Դավիթի մարդիկը նրան ասացին, ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե ահա քո թշնամին քո ձեռքը կմատնեմ, եւ քո աչքերին հաճո երևեցածը արա նրան։ Եվ Դավիթը վեր գնաց, եւ Սավուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց, եւ հետո Դավիթի սիրտը խղճաց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ Այնքան դուրս գալիս է, տեսեք, կողքից հրահրողներ կան։ Գնա, ժամը հասել է։ Հենց սրա համար էլ Տերն ասել էր թշնամուդ քո ձեռքը կմատնեմ, դու ես թագավոր, գնա սպանի ու դարձի թագավոր։ Բայց Դավիթը այնքան յուրահատուկ սիրտ ուներ, մի բան արեց, չսպանեց Սավուղին, թաքուն շորի ծայրից մի քիչ կտրեց, բան ապացուցելու համար, բայց ասում է նույնիսկ էդի որ արեց, իր սիրտը նեղվեց ու զղջաց, որը տենց արեց։ Այնքան կարևոր է, որ մենք ունենանք այդ ճիշտ սիրտը, ճիշտ վերաբերմունքը։ Հա, եւ Դավիթը ասում է, խոսքով իր մարդկանց զսպեց եւ նրանց թող չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն, եւ Սավուղը քարայրիցը դուրս եկավ եւ իր ճանապարհը գնաց։ Ստեղ էլ է հետաքրքիր մի իրավիճակ, որի մասին ուզում եմ կարդամ, ու Դավիթը դուրս է գալի ու ձայն է տալի Սավուղին 11 խոսքից։ Ահա այսօր քո աչքերը տեսան եւ որ Տերը այսօր քարայրի մեջ քեզ իմ ձեռքը մատնեց եւ ասեցին որ քեզ մերցնեմ, բայց ես քեզ խնայեցի եւ ասացի ես իմ ձեռքը դեպի իմ Տիրոջը չեմ մեկնի, որովհետեւ նա Տիրոջ օծյալն է։ Եվ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրը իմ ձեռքին է, եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով քեզ չմերցրի, հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարություն եւ անօրենություն չկա։ Եվ հետո մենք ինչ ենք տեսնում, թե ոնց է Սավուղը օրհնում Դավիթին, նույնիսկ երբ որ դու քեզ ճիշտ ես պահում, նույնիսկ Աստված թշնամուց շուրթերով քեզ օրհնում է սիրելիս։ Երբ որ դու քեզ ճիշտ ես պահում Աստծո սրտի համեմատ, հավատա, որ նույնիսկ Աստված անենց անում, որ քո թշնամին դառնում է քեզ համար օրհնություն։ Դա էլ գրված է 26-րդ գլխում 25 խոսքում։ Առաջի թագավորաց 26 գլուխ 25 խոսքում։ Նայեք Սավուղը ինչ է ասում։ Եվ Սավուղը Դավիթին ասաց. Օրհնյալ լինես դու, որդյակ իմ, Դավիթ, դու գործ ես գործելու եւ հաջողություն ես գտնելու։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհովը, Սավուղն էլ դարձավ իր տուն։
Բայց միջև այդ գրվածա Սավուղը, երբ որ լսեց Դավիթի ձայնը ու Դավիթի ասածը, Սավուղը լաց եղավ, Սավուղն էլ զղջաց։ Գիտես, չարությունը չարությունա ծնում, բայց Տիրոջ օծությունը թշնամուն քեզ օրհնությունա դարձնում։ Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք կյանքում ինչ էլ որ լինի, մեր օրհնությունը, մեր խաղաղությունը, մեր ապահովությունը Տիրոջ տան մեջ է, Տիրոջ մեջ է, Տիրոջը ծառայելու մեջ է։ Որովհետև ի սկզբանե, երբ որ կարդացի, գրված էր, ասում է, կգա ժամանակը ու հետո հետ կդառնաք ու կտեսնեք Տիրոջը ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Կտեսնեք արդարությամբ ապրողի եւ անարդար ապրողի տարբերությունը։ Դրա համար այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, եթե անարդարությամբ եմ ապրում, նշանակում է ես իմ հույսը դրել եմ ինչ-որ բաների վրա, որը տենց անարդար եմ ապրում։ Հա? Հույսս դրել եմ ինչ-որ անարդար գործերի վրա, մտածելով դա է իմ օրհնությունը։ Իմ օրհնությունը Տիրոջից է։ Այսօր չունեմ, Տերը գիտի, որ չունեմ։ Եթե վաղն էլ չեմ ունենալու, էլի հոգ չեմ անելու, որ չունեմ։ Տերը գիտի։ Իմ հույսը, իմ ապավենը Տերն է։ Եվ թող քո հույսն ու քո ապավենը լինի Տեր Աստվածը։ Միգուցե մտածես, Աստված հոգ չի տանում, մինչև այն վերջ կարծես թե անտեսված ես։ Վերջ չկա, այդ քո համար թվում թե վերջը։ Իսկ մի այդ քեզ թվացյալ վերջը քո մոտ թող համբերություն ձևավորի ու համբերությամբ սպասես Տիրոջ օրհնությանը։ Դանիելի գրքում գրված է, Դանիելի մարգարեության մեջ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի մասին եւ նաեւ Դանիելի պատմությունն ատեղ գրված է, որ նրանք գերի էին, գերության մեջ էին մարած թագավորի մոտ, ու այդ թագավորը գիտեք ինչ արեց։ Այդ թագավորը օրենք հանեց ու կուրկ սարքեց, արձան սարքեց ու ասեց բոլորը պիտի պաշտեն այ մեր Աստծուն։ Բոլորը պիտի պաշտեն մեր Աստծուն։ Գիտես, ազատության մեջ չի, որ դու ասես, դե կուզեմ կպաշտեմ, կուզեմ չեմ պաշտի։ Իմ գործն է։ Գերության մեջ ես ու քեզ ստիպում են, որ դու ընկնես մեղքի մեջ։ Այսօր կյանքի իրավիճակներն էլ քեզ ստիպում են, որ դու ընկնես մեղքի մեջ։ Ստիպում են։ Միտեղ սուտ խոսես, միտեղ ինչ որ մի բանում խարդախություն անես, քո օգտի համար։ Կա տենց բան, թե չէ կյանքում։ Հա? Երեք միտեղ էինք, խոսում էի այն բանը ջրի շոթչիկի, լույսի շոթչիկի, մագնիսների բանի մասին, ասում, տես, կյանքն հենց է ստիպում, հենց է բարձրացել տարիֆները, որ արդեն ուզում ես թե միտեղ թաքուն, սկի չես էլ իմանում մտամ, մագնիս կպծնես, որ քիչ մուծես, օրինակ եմ ասում, հա? Բայց գիտես, կյանքը ստիպում է քեզ ինչ-որ տեղերում խարդախության ճանապարհը բռնես, բայց այդ խարդախության ճանապարհը վաղ թե ուշ ինքը ավելի խորը մեղքեր է բերելու, ավելի խորը խնդիրների է բերելու, ավելի լավ է պարզ լինես, արդար լինես, անարատ լինես, մաքուր լինես, մի քիչ նեղություն է, այդ նեղությամբ անցնես, այդ նեղության մեջ համբերություն դրսևորվի քո մեջ, ուժ ու կարողություն, Տերն էլ մի նոր ճանապարհներ կբացի, որ այդ նոր ճանապարհներով ավելի շատ օրհնված կլինես, քան թե հա խնդիրներդ կլուծվեն։ Վստահես Աստծուն։ Հիմա նույնը Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի կյանքում էր, նրանք ստիպված էին, որովհետև նրանց ստիպում էին։ Պետք է երկրպագեք, չէ՞։ Ուրեմն ով չերկրպագի մեր Աստծուն, գցելու ենք մի հատ sense հնոց կար ու բորբոքված կրակ, այսինքն լավ փայտ էին գցել, լավ կրակով վառել էին այդ հնոցը, որով չերկրպագի իրանց Աստծուն, գցեն դրա մեջ։ Դուրս գալիս է Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի պատասխանը, ասում են մենք երբեք չենք երկրպագի ձեր կուրքին, ձեր Աստծուն ճակերտների մեջ, որովհետև մենք միակ կենթանի Աստվածն ունենք, որը մեզ հետ է ու մեզ կպահի, ու մեր կարիքները ինքն է հոգացողը։ Ու մի հատ էլ են բան ասում, բայց նույնիսկ եթե հանկարծ Տերը մեզ չպահի էլ,
Մեկը մենք կուրքերին չենք երկրպագելու։ Մենք մեր Տիրոջից երես չենք թեքելու։ Գիտես, այսօր մեր առջև դրված է այս ընտրությունը։ Քո առջև դրված է այդ ընտրությունը, ամեն ժամանակ մեղքը, ամեն ժամանակ այն Եդեմի օձը քեզ առաջարկներ անում։ Այս ինչ բանում մի քիչ շեղվես, մի քիչ երկրպագես, մի քիչ սենց վարվես։ Գիտեք ինչ կարևոր որոշում է, որ դու քո սրտի մեջ որոշես։ Ինչ էլ ուզում ա լինի, ինչ իրավիճակ էլ լինի, ես անարդարության ճանապարհներով չեմ գնալու։ Ես ընտրում եմ իմ Տիրոջ արդար ճանապարհները եւ իմ հույսը իմ Տերն է։ Նույնիսկ եթե սոված էլ մնամ, իմ հույսը իմ Տիրոջից չեմ կտրելու։ Ես խոսում եմ կրիտիկական, այսինքն շատ խիստ, սուղ պայմանների մասին։ Ինչ էլ լինի, իմ երկրպագությունը Տերն է, իմ հույսը Տերն է, իմ ապավենը Տերն է։ Իմ Աստված գիտի, եթե պետք է իրան երկնքում, ուրեմն կգնամ երկինք, բայց միջև վերջ դիմանամ։ Ու Սեդրակ Միսակ Աբեդնակովին գրվածը վերցրեցին, գցեցին այդ հնոցու մեջ, այդ կրակների մեջ, ու ասում այդ գցողները, այդ զինվորները, որ իրանց հրեցին, գցեցին, վառվեցին կրակով։ Պատկերացնում եք, ինչ կրակ էր, որ այդ զինվորները վառվեցին։ Բայց այդ 3 տղաները ինչ կլնեն այնտեղ։ Այդ 3 տղաների հետ ինչ կլինի։ Ու մեկ էլ ասում է, թագավորը նայեց, ասես լսի, այն ոնց որ կրակի մեջ ման են գալիս սրանք։ Ոնց որ այս կրակը հեշտ դրանց պետքը չի։ Լսի, մենք քանի հոգու գցեցին, 3, բայց ասում է 4-րդին էլ եմ տեսնում, ընդ Աստծո որդու պես։ Սեդրակ Միսակ Աբեդնակովը գիտես, երբ որ բերում էին գցեն կրակի մեջ, կարային ասեին, լավ, վտանգ արդեն։ Լավ, թողեք երկրպագենք, այ մարդ։ Իրանք միջև վերջ գնացին։ Նույնիսկ այն Դավիթի Սաղմոսներում ասացի պես, նույնիսկ եթե մահվան շուքի ձորով էլ գնամ, չեմ վախենա, որովհետև Տեր դու ինձ հետ ես։ Ինչ էլ ուզում ա լինի, ինչ իրավիճակի մեջով էլ որ գնամ, սիրելիս, եկեք մեզ համար մի հատ այսպես ամուր համառ կարգախոս վերցնենք։ Տեր ինչ իրավիճակ էլ որ լինի, ես չեմ վախենա ու քեզանից ետ չեմ դառնա, որովհետև նույնիսկ եթե դժոխքում էլ լինեմ, դու ինձ հետ ես։ Չգիտեմ դու ինչ հոգս ունես, բայց գիտեմ որ ունես։ Ու հիմա մտածում ես դրա մասին։ Հենց հիմա դու հիմա մտածում ես, ասում ես, հլնայ հա տակ տեղից է խոսում, կամ վերևից է խոսում։ Ոչ տակ տեղից եմ խոսում, ոչ էլ վերևից եմ խոսում։ Խոսում եմ ռեալ կյանքի այն հրաշքներից, որ Տերը միշտ անում է։ Արի դրա փոխարեն, այդ կացկացանքներից փոխարեն, այդ երկմտության փոխարեն արի հավատքով վերցրու Տիրոջ խոսքը։ Տեր դու գիտես, Տեր դու տեսնում ես, եւ ամեն բան հանձնում եմ քո ձեռքերի մեջ։ Իմ օրհնությունը դու ես։ Ու մենք ինչ ենք տեսնում այդ կրակի մեջ, Աստծո ներկայությունը։ Նույնիսկ կրակը չի վառի, եթե դու Տիրոջ հետ ես։ Նույնիսկ ջրերը քեզ չեն ծածկի, եթե դու Տիրոջ հետ ես։ Նույնիսկ դժոխքը քեզ չի կարող վախեցնի, եթե դու Տիրոջ հետ ես։ Տիրոջ հետ մեծ զորություն կա, մեծ հրաշք կա։ Մաղաքիա 3-րդ գլխի 16-ից 18 խոսքերում շատ լավ բան ասում, այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, եւ Տերը ականջ դրեց ու լսեց, եւ հիշատակի գիրք գրվեց Տերից վախեցողների համար, եւ նրա անունը պատվական համարողների համար։ Դու քո համար ապրում ես այդտեղ։ Մտածում ես Աստծո աչքից հեռու, բոլորի աչքից հեռու, ոնց ուզում ապրում եմ։ Բայց գրվածը ասում է, խոսեցին Տերից վախեցողները իրար հետ եւ Տերը ականջ դրեց ու լսեց։ Աստված ականջ է դնում ու լսում։ Եվ հիշատակի գիրք գրվեց Տերից վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար։
հիշատակի գիրք։ Հիմա մի բան ասեմ, էլ ինչ է հիշատակի գիրքը։ Օրինակի համար մի աննշան, անծանոթ մարդու համար գիրք կվերցնես ու իր պատմությունը գրես։ Ինչն ես լրացնում քո մտքի, սրտի, հիշողության ու բլոկնոտիդ մեջ։ Այն կարևոր բանը, որը շատ թանկ է ու կարևոր, լրացնում ես, որ չմոռանաս։ Չէ, լավագույնը լրացնում ես, որ չմոռանաս, որովհետև գալու է ժամանակ ու քեզ պետք է լինելու, որ բացես ու նորից հիշես։ Տիրոջ մոտ հիշատակի գիրքը բացված ու գրվում է այն մարդկանց անուններն ու գործերը ու այն մարդկանց մասին, ովքեր վախենում են Տիրոջից, վախենալը սարսափը չի, վախենալը դա պատվելն ու սիրելն է, հարգելն ու ապրելն է Տիրոջ խոսքով։ Գրվում է։ Ուզում ես քո անունը գրվի այդ հիշատակի գրքի մեջ։ Քո հույսը թող լինի Տերը։ Ասма Տիրոջից վախեցողների նրան անունը պատվական համարողների անունները գրվեց այդ հիշատակի մեջ։ Փառք Տիրոջը եւ շարունակությունը ասում է եւ նրանք Տերն է ասում եւ նրանք իմը կլինեն, ասում է Զորաստերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը եւ ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդուն կխնայե, որ ծառայում է իրեն։ Եվ դուք եկ կդառնաք, ասում է, եւ կտեսնեք արդարի ու անարդարի, Տիրոջը ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Փառք մեր Տիրոջը։ Հիսուսը մեզ սովորացնում է, Հիսուսը մեզ համար մեծ վառ օրինակ էր, սիրելիս։ Ղուկասի 22-րդ գլխում 26-րդ խոսքում գրված է այսպես. ասում է, բայց դուք ոչ այնպես, այլ ձեր միջի մեծը թող փոքրագույնի պես լինի եւ առաջնորդը ծառայողի պես, որովհետեւ ով է մեծ, սեղան նստողը թե ծառայողը, չէ որ սեղան նստողը, բայց ես, ասում է Հիսուսը, ձեր միջումը ծառայի պես եղա։ Ասում է, ձեր մեծը փոքրի պես թող լինի, ձեր առաջնորդը ծառայի, ոչ թե իշխանություն ունի ձեզ վրա, ասենց խիստ հրամայելու, այլ դու քո վարքով ու դու քո խոնարհությամբ ծառայես մարդկանց։ Ու այդ օրինակը Հիսուս Քրիստոսը ցույց է տալի անձամբ Հովհաննեսի 13-րդ գլխում, այնտեղ գրված է, որ երբ որ ընթրիք պիտի նստեին, Հիսուս Քրիստոսը վերցրեց սրբիչը եւ վերցրեց ջուրը եւ կանչեց իր աշակերտներին ու ասեց. հիմա ես պիտի լվանամ ձեր ոտքերը։ Ու աշակերտները խառնվեցին իրար։ Մանավանդ Պետրոսը, ուստեղ շատ լավ է գրում։ Եկեք կարդանք Հովհաննես 13-րդ գլուխ 4-ից 9-րդ խոսքերը եւ 12-ից 17 ասում է. ընթրիքիցը վեր կացավ եւ հանդերձները վայր դրեց եւ մի ղենջակ առավ իր մեջքը կապեց, հետո ջուր ածեց կոնքը եւ սկսեց աշակերտների ոտները լվանալ եւ ղենջակովը սրբել։ Եվ Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տեր, դու ես իմ ոտները լվանալու։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց սրանից հետո կիմանաս։ Պետրոսն նրան ասաց. դու իմ ոտքերը չես լվանա, հավիտյան։ Հիսուսը պատասխանեց. եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց. Տեր, ոչ թե իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը գլուխն էլ լվանաս։ Եվ երբ որ նրանց ոտները լվացավ, իր հանդերձները առավ եւ դարձյալ սեղան նստեց եւ ասաց. գիտեք, ես ինչ արի ձեզ։ Դուք ինձ կանչում եք վարդապետ եւ Տեր, լավ եք անում, որովհետեւ այնպես էլ կա։ Արդ եթե ես Տեր եւ վարդապետ լինելով ձեր ոտները լվացա, դուք էլ պետք է իրար ոտներ լվանաք, որովհետեւ ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ հետ վարվեցի,
դուք էլ այնպես անեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տերիցը մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը մեծ է իր ուղարկողիցը։ Եթե ես իմանաք եւ անեք, երանելի եք։ Գիտեք ես սրա խորհուրդը որն է։ Հիսուս Քրիստոսը սա մեկ անգամ արեց ու ասեց սիրելիներս, եթե ես ձեզ չլավանամ, դուք իմ հետ բաժին չունեք։ Սա նաև Հիսուս Քրիստոսի սրբության մեջ, սուրբ խոսքով սրբվելու խորհուրդն ունի, եթե Հիսուս Քրիստոսով մենք չսրբվենք ու չմաքրվենք, մենք Հիսուս Քրիստոսի հետ բաժին չունենք երկնքում։ Իսկ Հիսուս Քրիստոսի կենթանի ջուրը Տիրոջ խոսքն է, իր խոսքն է։ Ու դրա հետ միասին ինչի ասում Սիմոն Պետրոս։ Պետրոս էր անունը։ Սիմոնը առաջվա անունն էր։ Երբ որ հանդիպեց Հիսուսին, դառավ Պետրոս, բայց այդտեղ Հիսուսը նորից շեշտում է Սիմոն Պետրոս, որովհետև ժամանակ առ ժամանակ մեր հին էությունը մեկ էլ տենում ես գլուխ է բարձրացնում։ Ու սկսում ենք հակառակվել Աստծուն։ Մեկ ելնում է, չէ, որ հակառակվում ես Աստծո խոսքին, աղոթքին, կարդալուն, եկեղեցի գալուն։ Գիտեք, մեկ մեր հին մարդը սիմոնություն է անում։ Դրա համար Հիսուսը ստեղ շեշտում է Սիմոն Պետրոս, հին մարդը թարություն է առել։ Միջև ինձանով չլվացվեք, միջև իմ խոսքով չմաքրվեք, միջև չսրբվեք, երկնքում իմ հետ բաժին չունեք։ Ես հույսով եմ, այս մեր եկեղեցու մեջ, ովքեր որ ներկա են, ովքեր էլ բացակա են ու են աթոռները, որ դատարկ են, դրանք բոլորն էլ լցվելու են ու բոլորս երկնքում իրար հետ հանդիպելու ենք։ Ուզում եք երկնքում հանդիպեք իրար։ Լինենք Հիսուսի հետ։ Ու ինչ ասեց, ինչ որ ես արեցի ձեզ, դուք էլ նույնը արեք։ Այսինքն գնացեք ու ծառայեք մարդկանց։ Ծառայեք իմ խոսքով։ Ծառայեք, որպեսզի այն մարդիկ, ովքեր այսօր չունեն լույսն ու փրկությունը, ունենան այդ լույսն ու փրկությունը ու հաստատվեն Տիրոջ մեջ։ Սրբվեն ու մաքրվեն։ Որ այդ մարդիկ էլ ազատագրվեն խավարի ամեն կապանքներից։ Ամեն։ Հալելույա։